Երբ խոսում ենք հարաբերությունների զարգացման, ընթացքի և պատմության մասին, հաճախ մեր հասարակությունում լսվում են արտահայտություններ, որ դե բոլորի մոտ էլ այդպես է, բոլորն էլ այդպես հոգնում են իրարից, բոլորն էլ ձանձրանում են, հա մեր մոտ էլ այդպես եղավ, ձեզ մոտ էլ այդպես կլինի և իմ կարծիքով մի քիչ այսպես հոռետեսական և նեգատիվ ակնկալիքներով են հաճախ մարդիկ մտնում հարաբերությունների մեջ կամ շատ արագ այդպիսի մտքեր ու տեսակետներ են ունենում ու ես կուզենայի, որ մենք այս թեման մի քիչ բացեինք ավելի մասնագիտական տեսանկյունից և կուզեի ես լսել նաև քո դիտարկումները դրա վերաբերյալ և փորձեինք մի փոքր փոխել այս պատկերացումը էլի հարաբերությունների զարգացման մասին ընդհանուր առմամբ ինչպիսի փուլերի են բաժանում հարաբերությունների զարգացումը մասնագետները մի քիչ տարբերվում են իրարից իրենց դասակարգումների առումով, բայց ընդհանուր առմամբ մոտավորապես 5 փուլ են տարանջատում հարաբերությունների զարգացման մեջ առաջին փուլը բնութագրում են որպես սիրահարվածության, թիթեռնիկների փուլ, որը մոտավորապես 1-ից 3 ամիս է տևում և սա մի տեսակ ներգրավման փուլն է, որտեղ զույգերը իրենց բոլոր ռեսուրսները ներդնում են այս իրենց բուռն գայթակղող հարաբերության և պրոցեսի մեջ երկրորդ փուլը վաղ կապվածության ձևավորման փուլն է, որը պայմանականորեն 3 ամսից մինչև 1 տարի են բնութագրում և ասում են, որ այս փուլում ոնց որ քիչ թե շատ սկսում են մարդիկ ավելի իրական իրար տեսնել և ավելի կապվածության է վերածվում հարաբերությունը, քան այդպես բուռն իրարով տարվածության և այս փուլում սկսում են մի քիչ ավելի իրական մարդիկ իրար տեսնել, մի քիչ ավելի լավ ճանաչել և սկսում են նաև իրար վրա որոշակի ազդեցություն ունենալ, իրար անձերի վրա ազդեցություն ունենալ երրորդ փուլը, որը բաժանում են այդպես 1 տարուց մինչև 3 տարի, սա կոնսոլիդացման փուլ են կոչում, որտեղ ոնց որ գույները սկսում են ավելի խտանալ, դեռևս ավելի խորանում են հարաբերությունները, ավելի այդպես ճանաչումն է դառնում ավելի խորը և ես այնտեղ մոռացա նշել, որ երկրորդ փուլում մի տեսակ ավելի իրար հետ ձուլվելու փուլ է, երբ որ եսը դառնում է մենք այս կոնսոլիդացման փուլում կարող են նույնիսկ աստիճանաբար առանձնանալ և սահմաններ գծել, առողջ սահմանների մասին է խոսքը, եթե նախորդ երկու փուլերում այսպես դեպի իրար են շատ գալիս և խորանում են հարաբերությունները, այս փուլում ևս, այս փուլի կեսերից սկսում են ավելի առանձնանալ և առանձին անհատներ որպես հանդես գալ և դրսևորել իրենց անհատական տարբերություններն ու առանձնահատկությունները և այստեղ կարող են լինել այսպես կոչված սպասելիքների բախումներ կամ նույնիսկ ասում են վթարներ սպասելիքների, երբ որ ուժեղ անհամապատասխանություն է առաջանում առաջին փուլերում ձևավորված սպասելիքների և իրականության միջև Սրան հաջորդում է կայունացման փուլը, երբ որ արդեն կայացած բոլոր ռեսուրսները այսպես կոնսոլիդացված հարաբերություններում գալիս է մի տեսակ կայունության փուլ, երբ որ մարդիկ իրար ճանաչում են, երբ որ ձևավորվել են կայուն նպատակներ, համատեղ նպատակներ և ինչ-որ գործունեություններ, համատեղ կարող է բիզնես լինի, կարող են երեխաներ լինել, կարող են տարբեր գործեր լինել և այս կայունացման փուլում նաև հարմարվողականության դրսևորման հետևանքով կարող է
ինչ որ բաներ սկսեն սառել հարաբերություններում։ Օրինակ, սեքսուալ կյանքը կարող է մի քիչ այդպես դժգույն դառնալ եւ փոխարինվել խորը արժեքային եւ մշակութային ոնց որ ներդաշնակությամբ, հա, որտեղ մարդիկ ինչ որ տեղում զգում են այդպես ցանկության եւ ջերմության մի փոքր հետաքրքրության մի փոքր պակաս, բայց ունեն կայուն համատեղ հետաքրքրություններ եւ զբաղմունքներ։ Եվ 5-րդ փուլը նախորդ փուլը կարող է 3 տարուց մինչև 10 տարի եւ ավել ձգվել եւ 10 տարուց ավել ձգվող հարաբերություններում արդեն տրանսֆորմացիոն փուլն է գալիս, որտեղ հարաբերությունները կարող են փոխվել ելնելով արդեն այս մարդկանց, այս անձերի փոփոխություններից, որովհետև երևի որևէ մեկը չի վիճի, որ 10-15 տարի հետո մենք այլևս այն մարդը չենք, որը եղել ենք մինչ այդ, եւ այստեղ արդեն կախված նրանից, թե դեպի որ կողմ են այս մարդիկ փոխվել, օրինակ իրար զուգահեռ են այդ փոփոխությունները ընթացել, թե իրենք այսպես հակառակ ուղղություններով են լրիվ փոխվել, դրանից կախված արդեն հարաբերությունները կարող են փոխվել, նույնիսկ հարաբերությունները կարող են օրինակ դադարել կամ շատ սառնություն կարող է գալ այս հարաբերություններում։ Իդեպ ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք գտնում են, որ այդպես պարտադիր հարաբերություններում սառնություն եւ անտարբերություն է ի հայտ գալիս ժամանակի ընթացքում, իրենք կարծում եմ այս տրանսֆորմացիոն փուլում հայտնաբերել են, որ շատ տարբեր են, այսինքն իրենց զարգացումները շատ տարբեր ուղղություններով են գնացել։ Եվ շատ երևի կարևոր է, որ մենք քննարկենք, թե ինչպես կարելի է այս փուլերի միջով անցնել եւ ի վերջո շահող դուրս գալ, այլ ոչ թե կորցնել այդ փուլերի ընթացքում ինչ որ արժեքավոր բաներ, եւ կուզեմ լսել քո կարծիքը ու նաեւ հարցերը, եթե ունես դրանց մասին։ Okay, մեր կյանքը որոշակի տրամաբանական կառույցների շրջագծում է պատտվում եւ այդ տրամաբանական կառույցները ճիշտ ունենում են տարբեր բազմազան, բազմահազար դրսևորումներ, բայց միաժամանակ իրանք որոշակի շրջանակի մեջ են տեղի ունենում, ինչպես անել, որ հնարավորինս վերջում չհասկանաս, որ կյանքդ ինչ որ իմաստով սխալ ես կառուցել։ Հետևաբար արդյոք մենք կարող ենք ասել վայելեք ձեր շամպայնի եւ շոկոլադի սեզոնը, մի փորձեք դաստիարակել իրար, այլ փորձեք հասկանալ ու այդ սեզոնից հետո շամպայնի այդ շրջանում է ճիշտ հասկանալ ավելի այդ մինչև 3 տարի շրջանում է ճիշտ հասկանալ արդյոք դուք հետագայում իրար հետ զարգացող հարաբերություններ կունենաք թե ոչ եւ ոչ թե թողնել նրան, երբ որ պատասխանատվությունները, կախվածությունները, մեղավորության աստիճանները, երեխաները թույլ չեն տա ավելի որոշումներ կայացնել, որոնք ձեզ երջանիկ կդարձնեն եւ շատ կարեւոր է ուշադրություն դարձնել հարաբերություններում այս երկրորդ փուլի վրա ավելի շատ հետագայի կոնստրուկտը կառուցելու իմաստով։ Ինձ թվում է հարաբերությունների ապագան կանխագուշակելու համար, եթե կարելի է այդպես ասել, շատ կարևոր է ուշադրություն դարձնել եւ կենտրոնանալ երկրորդ փուլի վրա։ Առաջին փուլը երևի բոլորի մոտ շատ նման է ընթանում, իդեալականացում, բուռն զգացմունքներ, կենտրոնանալ ինչ-որ մանրուքների վրա, բայց երկրորդ փուլում արդեն 3 ամսից մինչև 1 տարվա շրջանում սկսվում են իրական ներդրումները հարաբերությունների մեջ եւ կարեւոր է այդ ժամանակ ուշադրություն դարձնել, թե ով ինչ է ներդնում հարաբերությունների մեջ, ով ինչ է սպասում, ինչ է պահանջում եւ ով որքանով է կարողանում իրական ռեսուրսներ դնել հարաբերությունների զարգացման մեջ։ Եվ կարելի է նույնիսկ երրորդ փուլն էլ տրամադրել այս հարաբերությունների ապագայի մասին մտածելուն, այսինքն այդ կոնսոլիդացման փուլում, երբ որ մի տեսակ ամեն ինչ խորանում եւ խտանում է, բայց ես կարծում եմ, որ
երկրորդ փուլից հետո եւս կարելի է որոշումներ կայացնել եւ հասկանալ իրականում ինչպիսին պիտի լինեն այս հարաբերությունները։ Այսինքն կան մարդիկ, որոնք մտածում են, որ որքան երկար հարաբերությունները տևեն, այնքան օրինակ ամուսնությունը կամ ընտանիքը լավը կլինի, կամ հակառակը, ինչ որ խումբը մտածում է, որ չէ, պետք չի տենց երկարացնել, երկարաձգել, ավելի լավ է արագ ամուսնանալ, թե չէ հետո կփոշմանեն։ Ես մտածում եմ, որ այստեղ ամեն դեպքում ոչ նա երևի ճիշտ ամենաճիշտ մոտեցումը չէ, ինձ թվում է, որ այս երկուսի մեջտեղում ընկած հատվածում խորը կապվածության եւ կոնսոլիդացիայի փուլում պետք է փորձել որոշումներ կայացնել եւ հասկանալ, թե ինչ ընթացք են ունենալու այս հարաբերությունը, որովհետեւ այդ ընթացքում իրականում երևում է մարդիկ իսկապես կարողանում են իրենց դրսևորել եւ ցույց տալ իրենց իրական կողմերը, համեմատաբար շատ երկար չեն կարող կեղծել կամ ինչ որ դերեր խաղալ, ինչ որ կերպարների մեջ լինել։ Մեծ հաշվով ավելի լավ է շուտ, քան ուշ հասկանալ, թե ոնց է շարունակելու հարաբերությունը։ Ոչ շուտ, քան 3 ամիսն է, եւ ես կարծում եմ ոչ ուշ, քան 3 տարին է։ Ես լսել եմ տարբերակներ, որ ասում են 2-3 տարի ընկերություն արեցին ու բաժանվեցին, նշանված էին, նշանը հետ տվեցին, այս ինչ տեղի ունեցավ, մարդը 3 տարի ընկերություն անի, որ հետո նշանը տա։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ այս ձևի որոշումները շատ ավելի ճիշտ որոշումներ են, քան պարտականությունից ելնելով հասկանաս, որ դու այդ մարդու հետ ճանապարհ չունես անցնելու եւ շարունակես այդ ճանապարհը։ Հա, միանշանակ, մինչև 3 տարին որոշում կայացնելը հաստատ շատ ավելի ճիշտ կլինի, քան մտնել տենց անառողջ չբավարարող հարաբերությունների մեջ։ Քո մասնագիտությունից ելնելով, ինչ կարծիք ես, որ ժամանակից կարող են զույգերը դիմել, ամուսնացած են, ամուսնացած չեն, կարևոր չի։ Օգնության, երբ որ իրանք շատ կարևորում են այդ հարաբերությունները, բայց միաժամանակ հասկանում են, որ խնդիրներ կա, որոնք իրենք ինքնուրույն չեն կարողանում հաղթահարել, որպեսզի հեռանկար ունենան այդ հարաբերությունները, ու ինչ դեպքերում արժի, որ փուլում, ինչ պայմաններում արժի գնալ եւ խորհրդակցել հոգեբան։ Լավ հարց է, ինձ թվում է այն բոլոր դեպքերում, երբ մարդիկ վստահ են, խորապես վստահ են, որ այս հարաբերությունները իրենցը չեն կամ հակառակը վստահ են, որ սրանք լավագույն հարաբերություններն են, որ իրենք պիտի ունենան, երևի այս երկու դեպքերում էլ մարդիկ ամեն դեպքում չեն դիմում խորհրդատվության, չնայած որ կարող է կարիք լինի երկու դեպքում էլ, բայց երևի մարդիկ դիմում են այն ժամանակ, երբ որ կասկածներ ունեն, այսինքն իրենք տատանվում են, իրենք լավ չեն հասկանում, կարծում են, որ լավ չեն հասկանում, կամ երբ ունեն հակասություն երկուսով միասին, ենթադրենք մեկը գտնում է, որ հարաբերությունը պետք է դադարեցնել, մյուսը գտնում է, որ ոչ, դեռ շանսեր կան, պետք է շարունակել։ Ես պարտադիր եմ համարում այն դեպքերում, երբ օրինակ երեխաներ կան, կարծում եմ այս դեպքերում ոչ միայն հարաբերությունը պահպանելու համար է պետք, երբեմն պետք չի պահպանել այդ հարաբերությունները, բայց շատ կարևոր է հասկանալ ինչպես դադարեցնել օրինակ հարաբերությունները կամ եթե կարելի է փրկել, ուրեմն ինչ անել, որ փրկեն, եւ շատ կարևոր է, որ իրենք գտնեն առողջ ձևերը հարաբերությունները դադարեցնելու համար, երբ կան երեխաներ, այսինքն ուղիղ իրենց հարաբերություններից կախված մարդիկ կան, բայց ես կարծում եմ այն դեպքերում, երբ մարդիկ կասկածում են, վստահ չեն իրենց քայլերի ու գործողությունների մեջ, եւ երբ որ իրենք տեսնում են, որ հարաբերություններում իրենք դրսևորում են անառողջ վարքագիծ, այսինքն իրենք կողքից նայելով դիտարկում են, որ հենց ինքը իր համար ունի ինչ-որ անառողջ վարքագիծ եւ իր զուգընկերը կամ զուգընկերուհին ունի անառողջ վարքագիծ։ Ենթադրենք ինչ-որ բաներին չափազանց է արձագանքում, բռնություն է ցուցաբերում կամ ուզում եմ փորձել բացատրել անառողջ վարքագիծը որն է, որտեղ ինչ-որ մարդիկ գուցե մտածեն, թե խոսքը գնում է շատ անադեկվատ բաների մասին, բայց ես խոսում եմ իսկական չափազանց արձագանքների մասին։ Ну, երբ որ օրինակ ինչ-որ մեկը մի քանի ժամ հեռախոսին չի պատասխանում, մյուսը դրանից ընկնում է հիստերիայի մեջ կամ գնում է հասնում է իր ընկերուհու աշխատավայր,
Այսինքն եթե մենք տեսնում ենք, որ չափազանց կասկածամիտ ենք, չափազանց տագնապային ենք, շուտ ենք հուզվում, հակված ենք միայն վատ բաներ մտածել, շատ վերահսկող ենք, մյուսի ազատությունն ենք ճնշում, ես կարծում եմ այսպիսի դեպքերում իհարկե պետք է խորհրդակցել մասնագետի հետ։ Ու ստեղ մի դեպի մասնագիտությունը մի հարց, երբ որ զույգերը մոտենում են, հասկանում ենք, որ իրանք այն փուլում են, որ պետք է որոշում կայացնեն իրենց ապագայի վերաբերյալ, եւ արդյոք այդ զույգի հարաբերությունները փրկելն է հոգեբանի խնդիրը, թե այդ մարդկանց փրկելն է մեծ հաշվով հոգեբանի խնդիրը, որը կարա հենց այդ հարաբերությունները դադարեցմանը ուղղված գործողություններ։ Ես մի այդպես խոսք հիշեցի, որ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների եւ բժիշկների մասին է, որ ասում են բժիշկները փորձում են փրկել մարդու կյանքը, իսկ հոգեկան առողջության ոլորտի մասնագետները փորձում են փրկել մարդուն։ Ու շատ ինձ դուր է գալիս այդ միտքը, որովհետև իսկապես այդտեղ խորի իմաստ կա։ Մեր առաջին նպատակներից մեկն է իսկապես օգնել, որ այս մարդիկ, այս երկու մարդիկ հարաբերության մեջ կամ հարաբերությունից դուրս լինեն երջանիկ եւ բավարարված։ Եթե հարաբերության մեջ լինելն է իրենց երջանիկ լինելու ճանապարհը եւ մենք հասկանում ենք, որ դա հնարավոր է եւ կա բավարար մոտիվացիա, բավարար ռեսուրսներ, ուժ, ցանկություն, ուրեմն հարաբերության մեջ հարաբերությունը փորձում ենք փրկել։ Եթե մենք տեսնում ենք, որ ոչ, հարաբերությունը ռեսուրս չունի կամ նույնիսկ մեզ մոտ գալիս են մարդիկ, որոնք հարաբերության մեջ չեն այլևս, այսինքն իրենք կարող են ֆորմալ իմաստով լինել հարաբերության մեջ եւ նույնիսկ մեկը կարող է համաձայնվել, այո, գնալ հոգեբանի մոտ, բայց հարաբերությունների մեջ չեն գտնվում այդ մարդիկ այլևս։ Եվ իհարկե այստեղ բարդ իրավիճակներ լինում են, նաեւ այն դեպքերում, երբ օրինակ կա մարդու իրավունքի ոտնահարում, ասենք հարաբերության կոնտեքստում, սա մի տեսակ ոնց որ հոգեբանական թերապիայի սենյակից դուրս մի բան է, բայց բացահայտվում է մեր սենյակում, բավական բարդ իրավիճակներ են իրականում կառավարելու առումով։ Հա, բայց նաև այդտեղ խնդիր կա, որ հոգեբանը գաղտնապահ է, չի կարող է դրա մասին։ Այո, սա կախված է ավելի շատ երկրի օրենսդրությունից։ Մի դեպքում մենք կարող ենք այդ փաստերը գաղտնի պահել, բայց կան պետություններ, որտեղ մասնագետը իրավունք չունի նման օրինակները գաղտնի պահել եւ պարտավոր է հայտնել։ Այն դեպքերում, երբ կա մարդու իրավունքի ոտնահարում, չգիտեմ, բռնություն եւ այլն դեպքեր կան, պետություններ կան, որտեղ մասնագետը պարտավորվում է այդ դեպքերում հայտնել։ Այս մեր փուլերը, որ նկարագրեցինք եւ նկարագրեցինք թե որ փուլերում ոնց կարելի է դրան վերաբերվել, հոգեբանին դիմելուց պետք է նկատի ունել, որ ժողովրդական խոսքով ասած, հոգեբանը կարող է դառնալ տնաքանդ, որպեսզի մարդ փրկի։ Տենց կարա լինի։ Իրականում այն մարդիկ, որոնք դիմում են մեզ, իրենք պատկերացնում են, որ այո, հոգեբանի, ովքեր գիտակցաբար են գալիս, իրենք իհարկե հասկանում են, որ հոգեբանի սենյակից դուրս գալուց հետո իրենք կարող են որոշում ներկայացնել, որոնք կբերեն նրան, որ իրենց զույգը կդադարի զույգ լինելուց կամ ընտանիքը այլևս ընտանիք չի լինի կամ համատեղ իրենք ընտանիք չեն ունենա եւ այո ինչ որ իմաստով կարող է հոգեբանը լինել տնաքանդ, եթե կարելի այդպես ասել, կամ հակառակը օգնել, որ իրենց ընտանիքում, չգիտեմ, ընտանիքը մեծանա, երեխաներ ավելանան, իրենք ավելի երջանիկ լինեն եւ այո, մեր նպատակը չպիտի լինի միանշանակ փրկել հարաբերություններ, որովհետեւ հարաբերությունները ավելի արժեքավոր չեն, քան մարդու կյանքը եւ երջանկությունը իհարկե։ Եվ մի կարևոր հարց էլ, որը ենթադրում է միջին սերնդի մարդկանց շատ հիմնականում, հա, կհետաքրքրի այդ այսպես ասած 40 տարեկանների այդ կրիզիս ասածն է, երբ որ հիմնական իհարկե ոչ բոլոր դեպքերում արդեն այդ 4-րդ փուլի վրա են մարդիկ, հա, գտնվում եւ հասկանում են, որ իրանց կյանքը անես չի եղել, ոնց իրանք պատկերացնում են, բայց դեռ ժամանակ ունեն ինչ որ բան փոխելու։ Ինչ խորհուրդ կտանք մենք այդ մարդկանց, ոնց հարցին մոտենալ եւ
որտեվ լինում է դեպքեր, որ մարդը տենց եզրահանգման է գալիս, բայց փչացնում է կյանքը ավելի քան ինքը ուներ ու դա իրեն երջանկություն չի բերում, ավելի մեծ դժբախտություն է բերում։ Իհարկե լինում են հազվադեպ հակառակ դեպքերն էլ, բայց հիմնականում երբ որ մարդը իր ոնց որ կյանքը ստեղծել է որոշակի տրամաբանության մեջ, այդ 40-ին մոտենալով հասկանալով որ իր զույգի հետ ինչ որ էական տարբերություններ ունի կամ բավարարվածություն չունի իր կյանքից, դա վերագրում է զույգի հետ, հարաբերություն որ միշտ չի կարա տենց լինի եւ այլն։ Ու ինչ կարանք մենք իրանց խորհուրդ տանք, ինչով կանք մենք իրանց օգտակար լինենք, որ մարդը օրինակ 40+- նայում է մեզ եւ ասում է լավ, բա ես հիմա իմ կյանքի հետ ինչ անեմ, ես որտեղ տեղավորեմ։ Գիտես, նույնիսկ դեպքեր են լինում, երբ մարդը իր կարիերայի եւ իր մասնագիտական հետաքրքրությունների բավարարման կամ փոփոխության պատճառով կարող է ունենալ ընտանիքում խնդիրներ։ Ենթադրենք եկել է մի մտքի, որ ուզում է մասնագիտությունը փոխել, ուզում է գնալ, չգիտեմ, Լոնդոնում սովորել եւ այդ բaragam ընտանիքը սկսում է մի քիչ դժվարանալ քայլել այդ մարդու հետ միասին այդ ճանապարհով եւ կարող է իհարկե ճգնաժամ առաջանա եւ այստեղ ես իհարկե էլի ի օգուտ մի քիչ մեր մասնագիտության կասեմ, որ այ հենց այս են դեպքերն են, երբ որ մարդը ունի կորցնելու շատ բան եւ արժի ինչ որ մեկի հետ դրա շուրջ մասնագիտական զրույց ունենալ, մեկի, որը իսկապես փորձառու է եւ կարող է խորհուրդ տալ, կարող է օրինակ մասնագիտական աջակցություն ցույց տալ, որ մարդը հասկանա իրականում ինքը ինչ է ուզում եւ ինչ կկորցնի, ինչ ձեռք կբերի եւ արդյոք ինքը դրա հետ հաշտ է, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ իմպուլսիվ գործողություններ են անում հասկանում են, որ ուզում են իրենց կյանքը փոխել եւ վերցնում են այդպես շեշտակի ամեն ինչ փոխում են եւ արդյունքում պարզապես շատ բան կորցնում են, որովհետեւ չեն պատկերացնում այդ փոխելուց հետո ինչպես է լինելու, որովհետեւ իրենք ապրել են մինչ այդ լրիվ ուրիշ պայմաններում։ Ես կարծում եմ, որ մեծ փոփոխություններից առաջ անպայման մասնագետի հետ խորհրդակցելը լավ կլինի ու ես ուրախ եմ, որ մենք իսկապես ունենք օրինակներ, որտեղ մարդիկ որոշում են ի վերջո ամուսնալուծվել եւ ես այս դեպքերում իհարկե համաձայն եմ տենց հումորային ձևակերպման հետ, ամեն դեպքում մարդիկ իրենք են որոշում իրենց կյանքում ինչ անել եւ որևէ մեկը դրսից չպիտի կարողանա այդպիսի խոշոր որոշումների մեջ մեծ դեր ունենալ, պիտի առնվազն այսպես կողքից օգնի, որ իրենք ավելի լավ հասկանան իրավիճակը բայց ունենք օրինակներ, երբ մարդիկ որոշում են օրինակ ամուսնալուծվել եւ կան երեխաներ, բայց կարողանում են շատ առողջ իրենց հարաբերությունները դադարեցնել, երկու կողմն էլ հասկանում են, որ այլևս այս հարաբերությունը իրենց չի ուրախացնում եւ չի ուրախացնում նաեւ իրենց երեխաներին։ Լինում են լավ ընկերներ եւ հիմա տենց նոր տերմին կա, ասում են co-parenting, այսինքն ծնողավարման մեջ ոնց որ իմ գործընկերը էլի, որքան էլ որ բան չի հնչում, այո, դառնում են լավ ընկերներ եւ իրենց երեխաների լավ ծնողները, որոնք կարողանում են իրար հետ շարունակել, լինել համատեղ միջոցառումներին, երեխաների նկատմամբ իրենց ուշադրությունը եւ սերը չի պակասում։ Այսինքն խմիչքն ու սիրուհիները ամեն դեպքում ժամանակավոր լուծումներ են, եթե լուծումներ կարող ենք համարել։ Դե կարող են որոշ սիրուհիներ դառնալ երկրորդ կին, որոշ սիրեկաններ դառնալ ամուսին եւ ինձ թվում է, եթե մարդիկ լուրջ են մոտենում իրենց ծնող լինելուն եւ իրենց անցած ճանապարհը արժեվորում են, կարեւորում են, իրանք պիտի կարողանան հասուն ձևով այդ հարաբերությունները պահել։ Ինչը իմ կարծիքով մեզանում դեռ մշակույթ չի դարել, մենք դեռևս սովորենք թշնամաբար հարաբերությունները դադարեցնել, սա ես իրական շատ վատ բան եմ համարում, որտեղ դրանից շատ երեխաներ տուժում են։ Եվ մի հարց էլ 5-րդ փուլի հետ կապված ավելի ես ոնց հասկանում շատ հազվադեպ է լինում, երբ որ մարդիկ իրենց հարաբերությունների զարգացման 5-րդ փուլին հասել են եւ հետո առանձնանում են իրարից, շատ քիչ է, չէ՞, պատահում ենթադրաբար, թե պատահում է, իսկ եթե որտեվ ես նաեւ լսել եմ դեպքեր մարդիկ դարձան 70-80 տարեկան 40 տարվա ամուսիններ, ասում էս ինչ անիմաստ կյանք ապրեցինք, դա արդյոք դա տարիները ապրելու կոպիտ ասած նաև հարաբերությունների փուլեր անցնելու մասին են,
թե այդ հարաբերությունների փուլերը չանցնելու մասին են։ Հետաքրքիր հարց է, բայց վստահ չեմ, որ կարող եմ պատասխանել։ Ինձ թվում է շատ տարբեր է լինում դեպքեր, երբ անցնում են այդ փուլերով եւ այդ վերջին փուլում էլ բացահայտում են, որ իրենք շատ տարբեր են, ոնց որ ուրիշ տեղերում են իրար հայտնաբերում, հա, ինչ որ մեկը լրիվ ուրիշ բանով է զբաղվում, ուրիշ կյանք ունի, մյուսը ուրիշ։ Ես իդեպ այդպիսի օրինակներ ունեցել եմ, որ երկար տարիներ օրինակ արտագնա աշխատանքի հետևանքով կամ շատ հեռավորության վրա լինելու հետևանքով այդպես այն փուլում, երբ որ արդեն երեխաները ամուսնացած են, արդեն հասուն ծնողները եւ ամուսինները եկել նստել եւ որոշել են, որ մենք փաստորեն այս ամբողջ ընթացքում մի քիչ ձև էինք անում, թե ամուսիններ ենք, թե ընտանիք ենք, հիմա կարծես ոչինչ մեզ չի խանգարում ազնիվ լինել եւ որոշել, որ մենք կարող ենք մեր առանձին կյանքը շարունակել, որը ունեցել ենք։ Այս օրինակը երևի քո վերած այդ դեպքն է, որ չեն էլ անցել երևի այդ փուլերով եւ ինչ որ մի օր ուղակի փորձել են հաշտվել այն իրականության հետ, որը կա եւ դե յուրե ու դե ֆակտո բաները իրար համապատասխանեցնել եւ կան դեպքեր, երբ որ կարող են ուղղակի այդ բոլոր փուլերով անցնել եւ գալ հասնել մի իրականության, որը արդեն միասին ապրելու մասին չի, այլ առանձին կյանք ունենալու մասին է, բայց շատ հաճախ այդ ուշ փուլերում իրարից հեռացող մարդիկ շարունակում են հարազատ մնալ իրար։ Այն մտերմանալու, կայունանալու այդ բոլոր փուլերը, եթե առողջ ձևով անցել են, այդ վերջում շարունակում են մնալ իրար հարազատ ընկեր մարդիկ, զանգում են երեխաներին, ասում են բա պապան ոնց է, այն մեկը բա մաման ոնց է, հասնում են իրար, եթե կարիք է լինում իրար օգնելու, մնում են հարազատներ, միևնույն է։ Լավ օրինակ բերեցի, ես կարծում եմ, որ մեր հասարակական կառուցվածքից ելնելով բավական հաճախ հանդիպող դեպքեր են, երբ որ օրինակ ամուսինը գտնվում է արտասահմանում, հայ ընտանիք էստեղ է, կամ ինքնավերադառնում ընտանիքն 10 տարի հետո, կամ ընտանիքին է կարողանում կանչել իր մոտ 10 տարի հետո, արդեն երեխաները մեծ են, կամ արդեն հասուն են, կարող է 17 են, կարող է 18 դեռահաս են, կամ ավելի փոքր տարիքի են, եւ նորից հարաբերություններ ստեղծելու հարց է, չէ՞, առաջանում այստեղ։ Այսինքն արդեն հաշիվ չի, թե քանի փուլ են մինչև այդ անցել, մինչև այդ բաժանաmal կամ չեն անցել, ճիշտ եմ հասկանում։ Հա, սրանք իրական շատ բարդ դեպքեր են, երբ որ մարդիկ մի տեսակ ոնց որ նոր մարդու հայտնաբերեն իրենց կյանքում ու շատ դժվար է այս դեպքերում։ Դե ես ավելի հաճախ ոնց որ մի կողմին եմ տեսել եւ չգիտեմ թե մյուս կողմը ոնց է այդ ամենը անցնում, հավանաբար շատ նման ձևով։ Սրանք իրական բավական բարդ դեպքեր են եւ մի քիչ այդ ավելի շուտ ինչ որ կերպարի եւ դերի մեջ լինելու մասին են, քան իրական շփման, այսինքն այս մարդիկ շարունակում են մնալ այդ կին եւ ամուսին կամ ծնողներ դերի մեջ, բայց իրենց ներսում բավական մեծ անդունդ կա ու դատարկություն հարաբերությունների, իրադարձությունների, դեպքերի, որոնք լրիվ առանձին են ապրել այս։ Ինչի համար սա ասացի, որտեղ մենք ունենք տարբերակներ, երբ որ գնում են ժամանակավոր աշխատանքի տանի մի ամիս են գալիս կամ 2 տարի 1 ամիս են գալիս, սա մի փոքր այլ տարբերակ է, հիմա բավականին տարածված է, ես բազմաթիվ մարդիկ գիտեմ, որ տարիներով օրինակ տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մի 7 տարի հետո նոր կարողանում են ընտանիքին կանչեն կամ 10 տարի հետո ու այստեղ լիքը հարցեր առաջանում, ինչպես կարող են այդ մարդիկ գոնե եթե չունեն հնարավորություն, որտեվ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հոգեբանին դիմելը տենց հեշտ գործ չի կամ Եվրոպայում եւ այլն, ինչպես պետք է հարաբերվեն այս հարցերին։ Եվ նույնիսկ դեպքեր կան, երբ որ բնականաբար հոգեբանը չի լուծելու այդ խնդիրները, այդ մարդիկ իրենք իրար մեջ պիտի լուծեն։ Ես կարծում եմ այս դեպքերում մարդիկ պիտի հաշվի նստեն իրար հետ, որ իրենց հարաբերությունները հեռանալու կետում դադարել են եւ վերադառնալու կետում իրենք պիտի 0-ից սկսեն։ Պիտի փորձեն իրար լսել, ճանաչել,
գնալ ինչ-որ առանձին ժամանակ անցկացնել, նորից ընկերանալ, Ուղղակի շոկոլադի շամպայնի մոմենտը բաց են թողում, էլի արդեն։ Հա, այս փուլում, այո, կարող է դա բաց թողեն, բայց բացառված չի, կարող է եւ նորից թարմանա, եթե մարդիկ իսկապես իրար համակրում են եւ այնպես են իրար պահում, որ մյուսին դուր է գալիս։ Իսկապես դա անհնարին բան չի վերականգնել այդ փուլը։ Գուցե մի անգամ սրա մասին էլի խոսենք, ինչպես նորից սիրահարվել զույգին։